Տիկին Պողոսյանի վերջին ասուլիսի ժամանակ հնչել է ընդամենը մեկ ճշգրիտ միտք։ Դա այն է, որ նա այդ մեկ տարվա ընթացքում աշխատել է Սփյուռքի նախարարության հետ, իրականացնելով մեկ մշակույթ փառատոնի ծրագիրը եւ այդ ծրագրի հետ կապված աշխատանքները համակարգել եմ նախարարությունում ես Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար տեղակալ Ստեփան Պետրոսյանը։ Նրա բոլոր մեղադրանքները այն մասին, այդ առումով, որ մենք ձգձգել ենք, ծրագրերի իրականացումը չենք աջակցել, մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, չեն համապատասխանում իրականությանը նաև նրա այն պնդումները, որ մենք ինչ որ լարվածություն ենք ստեղծել մեր հարաբերություններում եւ այդ ծրագրի կատարման ընթացքում։ Հիմա որն է այս ամբողջ աղմուկի իսկական պատճառը։ Պատճառը այն է, որ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարը թույլ չի տվել, որպեսզի պետական բյուջեով նախատեսված գումարները ծախսվեն անարդյունավետ եւ բացառել ենք, կանխել ենք այսպես այս եղանակով հնարավոր չարաշահումները։ Օրինակներ, մենք ի տարբերություն Տիկին Պողոսյանի պետք է խոսենք փաստերով։ Իմիջիայլոց ասեմ, ձեր մոտ կարող է հասցակել, թե մինչև մենք չէինք պատասխանում Տիկին Պողոսյանի մեղադրանքներին, շատ պարզ պատճառով, որովհետև Տիկին Պողոսյանը մեղադրանք չէր ներկայացնում։ Մեղադրանք լինում է փաստարկված, մտածված, այդպես ցանկությունների ոլորտից, անհիմն, առանց փաստերի, խոսակցությունների ինչ պատասխանենք։ Դուք ուզում եք, որպեսզի մենք պատասխանենք աբսուրդ մեղադրանքներին, եթե Տիկին Պողոսյանը հանկարծ հայտարարեր, որ ենթադրենք լուսնի վրայից բենզինի հոտ է գալիս, մենք պարտավոր էինք այդ աբսուրդ մեղադրանքը կամ այդ պնդումը մեկնաբանել։ Բայց քանի որ մենք տեսենք, որ վերջին ժամանակներս Տիկին Պողոսյանը կանգ չի առնում եւ շարունակում է ինչ որ մեղադրանքներ հոդրինել, ընդունելով անմեղ գառնուկի կերպարանք, ներկայացնել ինչ որ մեղադրանքներ, շինծու, դրանք ես կասեի այսպես բոլորը փչած փուչիկներ են, այդ փուչիկները նա փչում է, այնքան է փչում, որ պատերը այնքան են բարակ դերում, որ մի մետր հեռավորությունից երբ որ մոտենում եք այդ փուչիկին, համաչափից փուչիկը պայթում է, եւ տակը ոչինչ չի մնում։ Ուրեմն նրա բոլոր մեղադրանքները դրանք փչած փուչիկներ են, որոնք երբ գործին մոտենում եք եւ սկսում եք նայել, բացատրել, տեսնում եք, որ բոլորովին դադարք փուչիկներ են, այսինքն դրանք մտածածին կեղծիքներ են, որոնց նպատակն է երևի շանտաժը, սպարտությունը, որպեսզի թաքցնի իրերի իրական վիճակը, որը գոյություն ունեցել հիմնադրամում նախորդ տարիներին եւ այս ժամանակաշրջանում։ Մեկ մշակույթ հիմնադրամի փառատոնի շրջանակներում անցկացվող կատարողական արվեստի 6 օրերի համար, որոնք կազմակերպվել են 2010 թվականի հուլիսի վերջերին, Օվիացիա կազմակերպության հետ պայմանագիր էր կնքել, պայմանավորվել էր, որ նրա ծառայությունների համար պետք է վճարեր 25 միլիոն դրամ։ Խոսքը գնում է բեմական ծառայությունների մասին, տեխնիկայի ծառայությունների մասին։ Երբ այդ փաստաթղթերը մեզ ներկայացվեց, մենք ասացինք, որ դա մենք ուսումնասիրենք եւ պարզեցինք, որ դա չափազանց բարձր գներ են եւ շուկայում այդպիսի գներ չկան այն ծառայությունների ծավալի համար, որ մատուցվել է փառատոնին։ Եվ մենք ասացինք, որ դա հնարավոր չի։ Այնուհետև այդ կազմակերպության այդ բանակցելուց հետո վճարվեց ընդամենը 18 միլիոն դրամ, որը լրիվ բավարարում էր այդ կազմակերպությունը, այսինքն 7 միլիոն դրամ մենք տնտեսեցինք պետական բյուջեի համար։ Չնայած նրան, որ Տիկին Պողոսյանը մեր հետ կռիվներ էր անում եւ անդադ պայքարում էր եւ պահանջում էր, որպեսզի մենք վճարենք այդ գումարը։ Երկրորդ, 2010 թվականի փառատոնի շրջանակներում անցկացված կատարողական արվեստի 6 օրերի համար Տիկին Պողոսյանը իրեն դուրս էր գրել մոտ 2 միլիոն 700 հազար դրամ հավելավճար։ Այսինքն 6 օրվա ընթացքում աշխատավարձից բացի նա ներկայացել է, որ իր հավելյալ աշխատանքը պետք է գնահատվի 2 միլիոն մոտ 2 միլիոն 700 հազար դրամ։ Բնականաբար Սփյուռքի նախարարը դա չէր կարող թույլ տալ եւ նա արգելեց այդ հավելավճարը վճարել։
նկատմանը որ հնարավոր չի որ մարդ իր աշխատանքը կատարելուց բացի եթե արտաժամը որոշակի 1-2 ժամ աշխատում է այդ փառատոներին որը բնականաբար այդպես է կարող է ստանալ այդքան հավելավճար մեր երկրում այդպիսի հավելավճարներ հնարավոր չի դուք հասկանում եք չէ որ 27 միլիոնը դա նախարարի կամ պատգամավորի մեկ ամբողջ տարվա աշխատավարձ է ինչպես կարելի այդպես անել ել չեմ խոսում որ այդ ցուցակի մեջ ներկայացված էր նաև մի ամբողջ շարք հիմնադրամի աշխատողների որոնք Տիկին Պողոսյանի հետ կապված են ազգակցական բարեկամական խավոր խնամական կապերով ուրեմն աշխատակազմի ղեկավար քույրը Գանձապան քույրը գլխավոր մասնագետ եմ չխալվում քրոջ աղջիկը բարեկամուհին խավորը եւ այլն այսինքն կարծես թե ընտանեկան կապալի ուրեմն մեխանիզմ է գործել բնականաբար մենք քանի որ Սփյուռքի նախարարությունը չի կարող առաջնորդվել քծնանքով, շանտաժով եւ կեղծիքներով, ապա մենք չենք կարող դա թույլ տալ, որպեսզի այսպիսի կոռուպցիոն երևույթներ իրար կային եւ մենք մեր թույլ չտվեցինք նախարարի հանձնարարությամբ այդ հավելավճարների մուծումը։ Դա երկրորդ դժգոհության պատճառն է։